Տավուշի մարզ գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և այրում։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին են կնում 400 կմ հատված, որից 352-ը Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Երևանից գտնվում է 137 կմ հեռավորության վրա։ Հայաստանի ազգային ժողովի հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով կազմավորվում է Տավուշի մարզը, որը հաստատվում է Հայաստանի նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 5-ին։ Մարզպետարանն իր գործունեությունը սկսել է 1996 թվականի փետրվարի 20-ին։ Մարզի Տավուշ անունը պայմանական և կամայական է, քանի որ հայոց պատմության մեջ չի եղել նման անունով վարչատարածքային միավոր, որ երբևէ ընդգրկած լիներ ներկայիս մարզի ողջ տարածքը։ Պատմական աշխարհագրությունից հայտնի է, որ Ուրարտու պետության ժամանակաշրջանում երկրի հյուսիս-արևելքը մինչև Կուր գետը զբաղեցրել է Էթիունե կամ Ուտիկ նահանգը, որը նաև ընդգրկել է ներկայիս ողջ Տավուշի մարզը։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդմամբ և աշխարհացույցի տվյալների համաձայն արդեն Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում Տիգրան Մեծի ստեղծած թագավորության մեջ են մտել մարզի կենտրոնական և արևմտյան հատվածները։ Դիլիջանն իր շրջակայքով մտել է Այրարատ աշխարհի վարժանունիք գավառի մեջ, իսկ մարզի արևելյան հատվածը Ուտիկ նահանգի մեջ, կոչվելով Տուսկուստակ գավառ, որը նշանակում է Տուսի գավառ։ Տավուշ անվան ստուգաբանությունը հենց կապվում է այս Տուս անվան հետ, որի մասին հիշատակություններ են պահպանվել պատմիչներ Մովսես Խորենացու, Հովհաննես Դարասխանակերտցու աշխատությունների մեջ։ 1990 թվականի նոյեմբերի 11-ին նախ Տավուշի շրջան կոչվեց 16-րդ դարից Շամշադին անվանվող շրջանը, իսկ Հայաստանի վարչատարածքային վերջին բաժանումից հետո նորաստեղծ մարզը։ Տավուշի մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9,1%-ը։ 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 50 մարդ։ Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են։ Կան նաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների սերունդներ։ Օրինակ, 17-ից 19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր, կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4,2%-ը։ Բնակչության 62,3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ Հայաստանի Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է, որի բնակչությունը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 20,300 բնակիչ։ Տավուշի մարզը ներառում է մեծ հայքի 3 աշխարհների գավառներ և գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը, Նոյեմբերյանի տարածաշրջանը, հիմնականում համապատասխանում է Գուգարքի կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը Իջևանի տարածաշրջանը, Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը, Դիլիջանի տարածաշրջանը, մտել է Այրարատ աշխարհի վարժանունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի Բերդի տարածաշրջանի բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիկ աշխարհի Աղվե և Տուճքատակ գավառներում։ Իջևան քաղաքը ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, մասնավորապես փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի,
հանքային ջրի և գինու արտադրությունները։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։ Տավուշի մարզի ուղղաձիգ գոտիականությունը կանխորոշում է մարզի կլիման։ Այն գտնվում է հանրապետության չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-ից 2000 ժամ է։ Հանրապետությունում առավելագույն անարև օրեր դիտվում է Իջևանում, մինչև 65 օր։ Գարունը լինում է տևական և հաճախ ուղեկցվում ցրտահարություններով։ Ամառը չափավոր տաք է, ձմեռը մեղմ։ Լեռների բարձրության և դիրքադրման հետ կապված մարզի լեռնային հարավն ու հովտային հյուսիսը զգալիորեն տարբերվում են կլիմայական պայմաններով։ Հարավի բարձրադիր լեռներում նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել -38 աստիճան Ցելսիուսի, իսկ առավելագույն ջերմաստիճանը հյուսիսի ցածրադիր հովիտներում +38-ից 40 աստիճան Ցելսիուսի։ Վերջին տասնամյակներում անսովոր շոկեր գրանցվել են 1996 և 2000 թվականներին, երբ նոյեմբերյանում Բերդում և Իջևանում ջերմաչափը ցույց է տվել համապատասխանաբար +42-ից 43 աստիճան Ցելսիուս աստիճան, ընդ որում անսովոր շոկը ուղեկցվել է երաշտով, որի հետևանքով հսկայական վնասներ կրեցին գյուղացիական տնտեսությունները։ Լինում է նաև հակառակ երևույթը, երբ չափազանց շատ տեղումներ են տեղի ունենում, օրինակ 2002 թվականի ամռանը։ Տարեկան տեղումների քանակը 550-ից 600 մմ է, առավելագույնը ապրիլ-մայիս ամիսներին, որի պատճառով ծառերը հաճախ ծաղկավիժում են։ Ձյունածածկույթի հզորությունը միջին գոտիներում սովորաբար լինում է 10-ից 15 սանտիմետր, իսկ անսառնամանիք օրերի քանակը 100-ից 240 օր։ Ձմռանը մարզի հարավային սարերում ձյան առատության և բքի պատճառով դժվարանում է մայրուղիների երթևեկությունը։ Մարզում, ընդհանրապես և Աղստևի հովտում հաճախակի երևույթ է կարգտահարությունը։ Բնական լիճը Դիլիջանի մոտ գտնվող պարզ լիճն է։ 1970-ից 1980 թվականներին կառուցվել են Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեզորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհների բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ Դենտրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները, մեղմ կլիման, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդը, հանքային բուժիչ ջրերը, անտառները, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհը չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։ Հայաստանի Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, ուշակոթողներ ու շաղփյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո ձորո վանքը, Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։